90 րոպե քննարկման դեդլայնով կառավարությունը խորհրդարանի արտահերթ էր հրավիրել 6 հրատապ-հարց քննարկելու եւ ընդունելու համար։ Ժամանակային այս սահմանափակումները դուր չեկան խորհրդարանական փոքրամասնությանը, սակայն քվեարկությամբ խորհրդարանը ընդունեց կառավարության առաջարկը եւ 90 րոպեանոց ռեժիմով 6 օրինագիծը դրվեց քննարկման։ Արտադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց մի նախագիծ, որով 20 տարվա փորձ ունեցող դատախազներն ու քննիչները կկարողանան օգտվել բարձր թոշակ ստանալու իրենց իրավունքից եւ կմնան համակարգում։ Ըստ գործող օրենքի այն դատախազներն ու քննիչները, որոնք մինչև 2014 թվականը ձեռք են բերել բարձր թոշակ ստանալու իրավունք, այս տարվա հուլիսի 1-ից կանգնում են ընտրության առաջ կամ դուրս գալ համակարգից եւ ստանալ բարձր թոշակ կամ մնալ համակարգում եւ զրկվել հատուկ թոշակ ստանալու հնարավորությունից։ Ի համեմատ գործող պետական կենսաթոշակների մասին օրենքի երկարամյա թոշակը մոտավորապես կրկնակի անգամ բարձր է եւ երկարամյա թոշակը ավելի մոտ է իրենց այսօրվա գործող աշխատավարձերին։ Այսինքն ստեղծվել է մի իրավիճակ, որ համակարգի լավագույն ու փորձառու մասնագետները հեռանում են միայն այն պատճառով, որ բարձր թոշակ ստանալու իրավունքից օգտվելու ժամկետը սահմանված նրանց համար։ Մենք մեթոդաբանական առումով սխալ ենք թույլ տվել, այդ սխալը չպետք է շարունակել եւ մենք բստրացին իրավունք ինստիտուտ եւ մնացած նման տիպի բաներ պետք է այլևս աշխատենք չանել։ Նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի պնդմամբ թոշակի պատճառով աշխատանքից դուրս գալու խնդիր իր ժամանակել է եղել եւ քիչ չեն եղել այն մասնագետները, որոնք հեռացել են համակարգից։ Ավելին ստացվել է մի իրավիճակ, որ աշխատող դատախազն ավելի քիչ գումար է ստանում, քան թոշակի անցածը։ Ըստ Կոստանյանի, այս փոփոխությամբ իրավիճակը կկայունանա։ Պետական պաշտոնատար անձանց վարձատրության մասին օրենքի իմաստը կոնցեպցիան դրված է հակակոռուպցիոն մոտեցումներ իրականացնելու համար։ Եվ այս տեսակետից այս օրենքի իմաստով մենք ունենում ենք հիմա կայուն վիճակ։ Քննարկումից հետո օրինագիծը 55 կողմ ձայնով անցավ առաջին ընթերցումը։ Մյուս հրատապարծը, որ անցավ 78 կողմ ձայնով, վերաբերում էր սահմանամերձ շրջաններում ազատ ռադիոհաճախություններին։ Այդ ազատ հաճախություններից օգտվում են Ադրբեջանն ու Թուրքիան։ Կառավարությունն առաջարկում է դրանց համար մրցույթ հայտարարել եւ տրամադրել հայկական ռադիոընկերություններին։ Նախագծի ընդունման դեպքում մրցույթում հաղթող ճանաչված ռադիոընկերությունները հստակ ժամկետով լիցենզիաներ կստանան, ինչը նրանց երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու եւ լայնածավալ ներդրումների կատարման հնարավորություն կտա։ Առաջին ընթերցում խորհրդարանը ընդունեց նախարարությունների քանակը 19-ից 18 դարձնելու հարցը։ Այս նախագծի համաձայն կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար քաղաքական պաշտոն չի լինի, դրա փոխարեն կլինի հայցողական պաշտոն։ Քաղաքական պատասխանատվության տեսանկյունից կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարը այլևս քաղաքական որոշակի բեռ կառավարության տեսանկյունից չի կիսելու։ Այդ բեռը, որը կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարինն էր, վարչապետինն է լինելու։ Քանի որ աշխատակազմի ղեկավարի ծանրաբեռնվածությունը չափազանց մեծ է, կառավարությունն առաջարկում է նրան տրամադրել նախարարի աշխատավարձ, բայց համամասնություն պահպանելու համար կբարձրացվի նաև ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը։ Մենք ունենք որոշակի խաղի կանոններ, խախտում ենք այս խաղի կանոնները եւ հետո դա դառնալու է ոչ թե բացառություն, այլ դառնալու է էլի մի բացառություն։ Ազգային ժողովի փոխնախագահ Արփին Հովհաննիսյանը համաձայնեց, որ աշխատավարձի համամասնությունը կարող է խախտվել եւ պատրաստակամություն հայտնեց քննարկել հարցը։ Խորհրդարանն այն ընդունեց առաջին ընթերցմամբ 58 կողմ ձայնով։ Արտահերթ նիստը կշարունակվի նաեւ չորեքշաբթի։ Զորապ Հարոյան, Արմեն Շահոյան, ժամը լրատվական։